Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, ալիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք շրջանում ակտիվանում են։ Բժիշկ համաճարակաբան Ներսես Գրիգորյանը մի քանի խորհուրդ է տալիս ալիքային հիվանդություններից խուսափելու համար։ Ալիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը։ Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ ալիքային վարակների հարուցիչների աճման եւ բազմացման համար։ Դրանք տարածվում են ջրի սննդի միջոցով, նաեւ կենցաղակոնտակտային ճանապարհով։ Լավ չլվածված մրգերն ու բանջարեղենը համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում ալիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի եւ բռնկումների առաջացման պատճառ։ Ալիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է։ Ալիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար լվացեք ձեռքերն ուտելուց առաջ, տրանսպորտից օգտվելուց հետո, տուն վերադառնալուն պես մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք հոսող ջրով առնվազն 2-ից 3 րոպե, սննդամթերքը պահեք փակ տարաներում։ Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառնարանում, խուսափեք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես փողոցներում, բնակելի շենքերի բակերում, բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք, մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղենձու ձկներն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբրիտներ, խորոված եւ այլն։ Եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր։ Ծորակի ջուրն օգտագործեք միայն 10-ից 15 րոպե հոսելուց հետո։ Մի լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում, ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել ալիքային վարակների հարուցիչներ, ալիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում լուծ ընդհանուր թուլություն եւ այլն առկայության դեպքում անապահ դիմեք բժշկի։